Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է, նաև պատրաստում եմ 2026 թվականի կանխատեսում, բայց դա բավականին մեծ է, առանձին է լինելու բոլորիդ համար, բոլոր նշանների համար, այսինքն առանձին, որովհետև բավականին երկար է, ընդհանուր մեկ տարվա կանխատեսում է դա և անհնարին է դա 10 րոպեում ասել։ Գնայենք հոկտեմբերի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածի համար, հոկտեմբերն էլ է ավարտվում, շուտով մեկ էլ կասեմ ամանորի կանխատեսումն է։ Ընթացքում ունենք նորալուսին, ամսի 21-ին, որի տեսանյութը կարող եք նայել աստղաբանության ալիքում, սովորաբար 20-ին, 21-ին, այդպես կամ վերջին օրը կամ նախորդ օրը տեղադրում եմ, որպեսզի հեշտ լինի հիշելը, չնայած եթե չեք կարողանում հիշել, կարող եք նորից նայել, որովհետև տեսանյութերը երկար են և շատ են ընդհանուր առմամբ և հնարավոր է չհիշեք։ Օրինակ ես այդպես եմ անում, հատկապես եթե տարվա կանխատեսում եմ նայում, դա պետք է անպայման ես ևս նորից էլի վերանայեմ, թե ինչ է կատարվելու ինձ հետ ամեն ամիս, ամեն օր անգամ լինում են դեպքեր։ Դե տեսնենք, աճող լուսնի ժամանակ ենք գնում սա, կարող եք նոր գործեր սկսել, նոր որևիցե ինչ-որ պահեր ձեր կյանքում, հետաքրքիրն է, որ հենց գալիս եմ, որպեսզի կանխատեսումներ անեմ, եղանակը միշտ մռայլ է, շատ հետաքրքիր է, մնացած օրերին բավականին արև, իսկ այս օրերին մռայլ, չգիտեմ ինչու է դա այդպես, և անընդհատ այդպես մթնած վիճակ է լինում այստեղ։ Եվ այսպեսով գնայենք այն ինչպես որ նայում էինք առողջություն, անձնական կյանքը, ֆինանսներ, աշխատանք, կարիերա, աշխատանք կարիերայի մեջ նաև մտնում է ուսումը, եթե ինչ-որ բաներ կլինեն ուսման հետ կապված ես այն անպայման կշեշտեմ, և իհարկե ընդհանուր ֆոնը, թե կամ դուք ինչի վրա պետք է ֆիքսվեք, այս մեկ շաբաթվա ընթացքում ինչը կստիպի ձեզ, որ իր վրա ֆիքսվեք, որովհետև ինչ-որ մի բան պետք է անել և դա ինձ կերևա, թե ինչն է կարևոր այս շաբաթ ձեզ համար։ Քարտերս մեկ քարտը շուտով կհասնի, մյուսը դեռ չգիտեմ պատվիրեմ թե ոչ, բավականին թանկարժեք է, դա ուղղակի քարտի համար է, ինքը թանկարժեք, ոչ թե ինքը ինչ-որ թանկարժի, այլ որպես քարտի համար, ըստ ինձ ինքը մի փոքր թանկ է։ Դեռ մտածում եմ, արժե թե ոչ, որովհետև ես դրանով պետք է կանխատեսեմ երևի կամ ամբողջ դեկտեմբեր, կամ դեկտեմբեր-հունվար, այդպես, էլ չեմ կարող, դա ամանորին է նվիրված, և դրանից հետո էլ չեմ կարողանա, որովհետև դա անիմաստ է ամանորյա քարտերով անել որևիցե մեկ այլ կանխատեսումներ։ Դեռ կմտածեմ, մեկ ամանորյա պատվիրել եմ արդեն, մեկ անգամյա համար, իսկ մյուսը դեռ մտածում եմ։ Այսքանը և սկսենք մեր կանխատեսումը հաջորդ շաբաթվա համար։ Նաև կարծում եմ, որ ազատ կլինեմ և այս շաբաթվա ընթացքում նաև աստղաբանության ալիքում կլինի նոյեմբեր ամսվա հորոսկոպը, աստղաբանական հորոսկոպը։ Եվ գնայենք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը ֆինանսներ, ֆինանսական աճ, եկամուտ, գումար է գալու, գումար կծախսեք, ֆինանսական որևիցե գործարք կարող եք կնքել, գումարն է ձեզ համար շատ կարևոր լինելու կամ տարբեր մարդկանց հետ միգուցե գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, միգուցե սկսեք վաճառքով զբաղվել, ովքեր որ վաճառքով են զբաղվում, դա շատ լավ քարտ է ձեզ համար, կկարողանաք բավականին շատ վաճառքներ ունենալ։ Ֆինանսական քարտն է, սա ամենալավ քարտն է, միայն նա նաև զգուշացնում է, որ շատ ծախսեր չանեք։
Անձնական կյանքը ունեք, այստեղ զգուշացում ունեք ամենայն դեպս ունեք։ Ուրեմն, անձնական հարաբերություններում կարող է ձեր տղան է սա ընկել, որևիցե իրադարձություն է միգուցե կապված ձեր տղայի հետ, կարող ամուսնանում է, նշանադրվում է, գալիս է, գնում է բանակ, ինչ որ շատ կարևոր պահեր կարող են լինել։ Սա ծանոթների համար, միայնակների համար, սա նոր ծանոթություն է, նոր ծանոթություն է սա, նաև կարող է ձեր տղան է գալիս, մեկ շաբաթ ձեր տանը մնա, դուք եք գնում ձեր տղայի տանը, մեկ շաբաթ մնաք։ Ինչ որ կարևոր պահեր կլինեն այս տղայի հետ կապված, որ իրար հետ միգուցե ինչ որ գործարքներ ունենաք, ինչ որ որը կապված է ձեր անձնական կյանքի հետ։ Մարդիկ միշտ չէ որ ամուսնացած են եւ անձնական ոնց որ հարաբերություններ ունեն կամ անձնական այդպես մարդը միայնակ է եւ իր անձնականն է սա միգուցե ֆինանսական գործարք է կնքում բայց այստեղ դուք զգուշացում ունեք ֆինանսների հետ կապված շատ մեծ զգուշացում ունեք աշխատանքի վայրում սա կարող ձեր տղան է ով որ ընդունվում է կարող է ուսման եք տվել եւ ուսման վճարը պետք է վճարեք, հա, կարևորը այս շաբաթ ինքն է կարող է աշխատում եք, եթե ինչ որ մեկի ձեռքի տակ չեք աշխատում, ապա ոնց որ աշխատում եք, ու այդ գումարը մի կողմ դնեք, որ վճարեք օրինակ վարձը։ Եվ նման այլ հարցեր, որը կապված է տղայի հետ։ Եվ աշխատանքի վայրում այստեղ մի փոքր անհանգիստ եք, միգուցե աշխատանքի հետ կապված աշխատանքի փնտրտուքների հետ կապված կարող չեք կարող դեռևս գտնել եւ փնտրում եք եւ մի փոքր լարված եք նաեւ փնտրում եւ շատ շփում, շատ խոսակցություն, հնարավոր է նաեւ բամբասանք է սա որոշ մարդկանց համար խոսակցություններ հնարավոր է այստեղ աշխատանքի վայրում որևէ մեկի հետ եք փորձում շփվել, ծանոթանալ եւ ամիջապես խոսակցություններ է լինում, ամիջապես բամբասանք, մի փոքր բայց անհանգստություն կա միգուցե նաև բիզնեսի հետ կապված։ Եթե գործարք եք կնքելու ֆինանսական կամ ուզում եք ներդրում անել, այդ դա իրոք արժե անհանգստանալ, որովհետև այստեղ ունեք կորուստ, դա ֆինանսական կորուստ է, դա նշանակում է, որ սխալ ներդրում կարող եք անել, սխալ գնում կարող եք անել, գումարի հանդեպ ուշադիր եղեք, պատվերը եւս կարող եք սխալ լինել, ինչ որ այնպիսի մեկից պատվիրեք, որ վտանգավոր էր, գումարը վերցնեն եւ այլևս չվերադարձնեն։ Մի խոսքով, հա, ինչ որ պահեր են գումարի կորստի հետ կապված, դրա համար շատ ուշադիր եղեք, հենց դրա համար էլ այստեղ գումարը ընկավ։ Եթե ինչ որ մեկը ձեզ ինչ որ բաներ կխոստանա գումարի հետ կապված եւս, հա, ուշադիր եղեք, այդպես մի անգամից մի իրեն հավատացեք։ Ну, կենտրոնում գումարն է։ Միգուցե նաև սա կորուստը ցույց է տալիս շատ դեպքերում սա որ մարդը մեծ գնումներ է կատարում եւս էլի ոնց որ կորուստ է ցույց տալիս։ Դա ոնց որ գնաց, բայց դե անհրաժեշտ է դա օրինակ, եթե ուսման վարձ պետք է վճարեք, եթե ձեր տղայի հարսանիքն է օրինակ, հա, եթե նման գործողությունները պետք է անեք, եթե այդ դեպքում արդեն մեծ գումար եք ծախսելու, բնականաբար արդեն գումարը գնում է։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր այստեղ գոյություն չունի։ Եթե խնդիր էլ կար, ապա ապակինում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Իդեպ մարդիկ կան, որ ասում են շաբաթվան այդքան չի լինում, որքան որ օրինակ օրեկանը։ Ասեմ, որ ուղղակի ուշադրություն չեք դարձնում։ Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ այդ ոնց է, որ ինձ մոտ լինում, ձեզ մոտ չի լինում։
Հիմա նայեք խորամանկ մարդիկ կան շրջապատում, խաբեբաներ, յուրաքանչյուր հարցում հնարավոր է ձեզ խաբեն, հնարավոր է ինչ-որ խորամանկ պահեր անեն, որ դուք անեք ինչ-որ մի բան, իրենք չանեն, որ ինչ-որ պահեր են, որ պետք է զգուշ լինեք, միգուցե նաև դուք պետք է լինեք խորամանկ, ինչ-որ չափով, ինչ-որ գործեր առաջ մղելու համար, ձեր կյանքում որևիցե պահեր առաջ մղելու համար, տեսնենք անձնական կյանքը, այստեղ հետաքրքիր է, որ իմ աշխատանքում ցուլերի կարծես թե ամեն շաբաթ էս կինն են գնում, չգիտես ինչպես, ամեն շաբաթ սա անձնական հարաբերություններում է այստեղ մի փոքր անհանգստություն, բորբոքվածություն, հնարավոր է այս խառնակիչներն են փորձում խառնել ձեր հարաբերությունները, դրա համար այդպես ինչ-որ լարվածություն կա հարաբերություններում, ի վերջո ոնց որ պահեր են, որ կան, պետք է զգուշ լինեք Կարող է ինչ-որ մեկը այդպես իր սուր պոչիկներով մտնում է ձեր ընտանիք, ձեր հարաբերություններ, հաս մի փոքր այստեղ ուշադիր եղեք։ Դրա համար կա բորբոքվածությունը կա հենց այդ առումով։ Միգուցե նաև բորբոքվածությունը լինի եւ դա շարունակվի եւ հետո ինչ-որ մի խորամանկ անձնավորություն տանի ձեր երկրորդ կեսին։ Դրա համար շատ ուշադիր եղեք այստեղ հարաբերություններում։ Նաև անձնական կյանքում կարող է դուք ձեր երեխաների համար եք անհանգստանում, պարտադիր չի, որ սիրելի լինի։ Միգուցե ոչ երեխա ունեք, ոչ ամուսնացած եք եւ ինչ որ մի ձևով, հա, ձեր անձնական կյանքը ձեզ անհանգստացնում է։ Միգուցե ավելի նյարդային եք այս շաբաթ լինելու, ավելի բորբոքվող, ամեն ինչը կարող է միանգամից ձեր վրա հասնել։ Աշխատանքի հետ կապված, այստեղ աշխատանք, որից է կնոջ հետ, միգուցե որից աղջիկ ընդունվի ձեզ մոտ աշխատանքի, իր հետ շատ իր հետ լինեք ավելի շատ։ Իդեպ ես անցած շաբաթը մեկ հոգու եմ ընդունել աշխատանքի, ում հետ որ շաբաթվա ընթացքում անընդհատ ստիպված եղա հանդիպել, ուղղություններ ցույց տալ, տանել նաև դասընթացների հատուկ Որտեղ մեզ մոտ միայն դասընթացներով են ընդունվում աշխատանքի եւ ոնց որ իմանան ինչպես պետքա սպասարկել, ինչ պետքա անել։ Այդ ամենը։ Դրա համար ոնց որ շատ եղա այդ աղջկա հետ։ Միգուցե դուք ինչ որ ձեր ընկերուին է օրինակ գալիս ձեզ մոտ ընդունվում աշխատանքի, դուք էլ իր հետ ավելի շատ եք անցկացնում, ավելի մտերիմ եք լինում իր հետ։ Նաեւ դա կարող է լինել ձեր տնօրենը ում հետ որ եւս էլի շատ մտերիմ կլինեք կամ անընդհատ կարիք կլինի որ իր հետ անցկացնեք անընդհատ ինչ որ հարցեր կլինի որոնք որ պետք է միասին լուծեք իրար հետ գումարային առումով այստեղ գումար է գալու ոմանց մոտ դե ամսվա վերջ է բայց այդքան է վերջ չէ Միգուցե գումար եք ծախսում, կարող է մեծ ինչ-որ առևտուր եք անում, մեծ գնումներ եք կատարում, ֆինանսական գործարք եք կնքում, գումարային ինչ-որ պահեր եք խոսում ընտանիքում, արժեքներն եք քննարկում, միգուցե նոր արժեքներ եք դնում ձեր ապրանքանիշի վրա, եթե ինչ-որ ապրանքներ եք վաճառում, գումարը շատ կարևոր կլինի, ոնց որ կամ եթե վաճառքով եք զբաղվում, այդպես շատ գումարներ կգա ձեզ, կամ դուք եք ծախսելու։ Իսկ առողջությունը այստեղ պետք է անպայման ուշադրություն դարձնել, որովհետև առողջության հետ կապված այստեղ ամենայն դեպս ինչ որ մի բան կգնա ձեզանից, միգուցե հիվանդություն է, միգուցե ինչ որ խնդիր է, նա ձեզանից ընդմիշտ կգնա, բայց պետք է հասկանալ, որ սա այն քարտն է, որ նոր տեղ է բացում։ Միգուցե նաև Օրինակ, եթե ինչ-որ խալեր կար, մսագնդեր կար, դրանք եք հեռացնում, հա, դրանք հավիտյան ոնց որ գնում են։ Եվ նորը, ասա արդեն նոր թարմ մաշկ, դա կարող է լինել։ Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել առողջությանը։ Որովհետև իրոք ինչ-որ մի բանը այնպես չի լինում, ինչ-որ մի բանը լավանում է, մյուս բանը ինստինկտիվ ոնց որ սկսի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը ընտրության առջև է կանգնած լինելու։ Ոմանց համար սա շատ կարևոր ընտրություն է, որը պետք է կատարեք ձեր կյանքում միգուցե փոփոխություններ կատարելու համար, որևիցե նոր բանի համար, նոր բան գնելու, աշխատանքը փոխելու, ինչ-որ մի բան սկսելու, յուրաքանչյուր շատ մտածմունքների մեջ կլինեք, միգուցե կասկածների մեջ եք նաև լինելու այս շաբաթվա ընթացքում։ Ինչ-որ բաները անդադ կարող են ձեզ տանջել, մտածեք, վերլուծեք, քննարկեք, դուք ինքներդ ձեր ներսում։ Ահա, անձնական կյանքը եկվորյակների։ Ուրեմն այստեղ անձնական կյանքում ոմանք կգնան նշանադրության, հարսանիքի, ոմանք նաև կարող պայմանավորվել եք գործարք կնքելու համար, միգուցե տան հետ կապված է, տուն պետք է գնեք, ինչ-որ գործ եք ուզում անել, բիզնես եք ուզում անել, գործարք եք կնքում, բայց սա ինչ-որ չափով ընտանիքին է վերաբերվում։ Միգուցե տուն եք վերցնում վարձով և ինչ-որ մեկի անունով է գրանցվում, բայց ոնց որ տան ընտանիքի անդամներին էլ է վերաբերվում, որ այդ վարձը պետք է տան, որպեսզի պարտք չմնան և այլն։ Բայց եթե աշխատանքային որևիցե հարցեր են, որից պայմանագրեր եք կնքելու, ապա այստեղ մի փոքր ուշադիր եղեք, որովհետև խաբեություններ կարող են լինել։ Միգուցե ընտանիքով որոշում եք, որ այո, արժե ինչ-որ գործարքներ կնքել, բոլորիս համար է դա լավ, միգուցե տունն եք դնում գրավ, որպեսզի ինչ-որ մի բան սկսեք, նայեք թե ում հետ եք սկսում, որովհետև մի փոքր այստեղ խաբեբայություն կա աշխատանքի վայրում, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, ոմանց ամուսինը կվերադառնա տուն, երեխան կվերադառնա տուն, ընտանիքում ավելի շատ կարևոր իրադարձություն է, ինչ-որ կարող է նշում եք ձեր ամուսնության տարեդարձը, հղիություն և այլն, բայց ընտանիքի անդամները կարող ձեր երեխաներին է դա վերաբերվում։ Եթե չունեք, սա նշանակում է կամ նոր հարաբերություններ, որ անընդհատ այդպես շարունակական կլինի, կամ հիմա եք հարաբերությունների մեջ, որ այդպես շարունակական է, դեռ այս պահին ոչ մի ռեալ, ոչ մի բան չկա, այնպես է, ինչպես որ կա հարաբերությունները, այդպես է կլինի։ Եվ աշխատանքի վայրում արդեն իսկ նշեցի, այստեղ կա խաբեբա, դա համար մի փոքր պետք է ուշադիր լինել այս խաբեբայի հետ կապված, խորամանկություն կարող է անել, նաև աշխատանքի վայրը դա կարող է աշխատակիցները իբրև թե լավ չեն, դուք անեք աշխատանքը, այդպես շուշտրի պահեր, էլի, որ իրենք լավ չեն, դուք անեք, իրենց տեղը դուք անեք, հետո իրենք կանեն ձեր տեղը և ոչ նա լինի։ Դե համար լավ ուշադիր եղեք, եթե ձեզ աշխատանք կառաջարկեն, դե համար երևի այստեղ առաջարկում են, դուք տատանվում եք, ծանրութեթև եք անում, միգուցե այստեղ ամուսնության առաջարկ են արել և ևս էլի ծանրութեթև եք անում, ինչ արժի, չարժի, ինչ անեք, ինչ չանեք։ Մտածմունքները մի քիչ շատ են։ Այս շաբաթվա ընթացքում ոմանց մոտ ամուսնության հետ կապված, ոմանց մոտ մեկ այլ հարց դա կարող է լինել։ Եթե բիզնեսն էլ ևս էլի, ինչ-որ քննարկման լինի, այստեղ նայեք ֆինանսական հարցը ևս տատանվում եք հենց գործարք, ֆինանսներ, վաճառք, գնումներ, միգուցե ինչ-որ նոր գործ եք ուզում սկսեք, միգուցե պետք է ֆինանսներ դրում կատարեք, այդ մտածում եք, արժի այդքան գումար ծախսել, արժի սա, այդ տատանումները բավականին շատ կլինեն այս շաբաթվա ընթացքում։ Ինչ անեք, աշխատանքի համար դա լավ կլինի, ընտանիքի համար լավ կլինի, բայց սա մի տեսակ ևս ինչ-որ չափով է կասկածներ ունեք։ Եվ առողջության հետ կապված այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի։ Եթե ունեք էլ, դա ապաքինում է նշանակում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը տեսնենք ինչին եք ուշադրություն դարձնելու։ Միգուցե փաստաթղթային հարցեր եք լուծելու, միգուցե ինչ-որ հարցեր կան կապված ուսման հետ, շատ սովորել, ուղղակի այս շաբաթվա ընթացքում անընդհատ զբաղվեք ձեր գիտելիքներով, ուսմամբ, ինչ-որ ծրագրեր եք ձեզ համար մշակում, ծրագրեր եք կազմում և իրենք շատ կարևոր են ձեզ համար և անընդհատ զբաղվեք դրանցով։ Սա նամակագրական կապ է նաև, որ նամակագրական կապի մեջ կլինեք, միգուցե հակառակ սեռի ներկայացուցչի հետ, միգուցե նաև շատ կարևոր նամակ եք սպասում, շատ կարևոր փաստաթղթի եք սպասում, որը որ գա ձեր մոտ ինչ-որ մի բան է փոխելու։ Դե սա նաև կարևոր փաստաթուղթ է, այն փաստաթուղթը, որը ստանում եք օրինակ օտար երկրում եւ այլն, ինչ-որ նման բաներ կարող լինել։ Հաշվապանները շատ կաշխատեն փաստաթղթերով, գուցե ուսուցչուհիներ են խեցգետիններ եւ իրենք են նայում անընդհատ, եւ ձեզ է վերաբերվում, սա նաեւ ստուգում եք ուսման հետ կապված հարցերը, ինչպես որ իմ աղջիկը 3 գուցե դիպլոմ եք ստանում, դե հոկտեմբերն է, բայց արդեն ավարտել էր մայիս-հունիսին։ Անձնական կյանքը ուրեմն անձնական կյանքում մի փոքր բարդություններ, մի փոքր լարվածություն կա, խոչընդոտներ կան հարաբերություններում կամ ընտանիքին է դա վերաբերվում, ընտանիքն է սա գլոբալ, ինչ որ մի հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, իրար կարող չեք հասկանում, այնց ինչ որ նամակ է, նամակագրական կապ է, որ սպասում եք, որ ձեզ գրեն, լարված եք, որ դեռևս չկա, եւ հենց որ գրում են, սկսում եք լարված խոսել եւ դա բերում է բացասական հետևանքներ։ Դա մալ պետք չի։ Եթե չեն գրում, ուրեմն պետք չի ընկնել իրենց հետևից։ Ընդհանրապես կյանքը այդպես է, հարգեք ձեզ։ Եթե ձեզ չեն գրում, ձեզանով չեն հետաքրքրվում, ուրեմն դուք իրենց համար հետաքրքիր չեք։ Դա պետք է ուղղակի հիշել, մտցնել գլխի մեջ եւ հասկանալ, որ դա այդպես է եւ ոչինչ չեք կարող անել փոխելու համար։ Այդ մարդը այդպես է, այդ մարդը չի հետաքրքրում, հետաքրքրված չի։ Անընդհատ ոնց որ մարդիկ ամուսնուն են գրում։ Մի հատ չես զանգում, հարցնես ոնց եմ, կարող է տունը մեռել եմ, կարող է սա, այդ հարցերը եթե չեն զանգում, ուրեմն ինչ որ մի բան այնպես չէ, որովհետև ամեն անգամ զանգելուց միգուցե անընդհատ վեճ է առաջանում, անընդհատ ինչ որ խոսակցություններ, որ իրենց համար տհաճ է։ Նամար չեն զանգում, որ իրանց մեջ քննարկում են, էլի պիտի զանգեմ, էլի պետքա փնթփնթա, էլի պետքա խոսա, ավելորդ, էլի պետքա սա, դրա համար ուղղակի չեն զանգում։ Դա եւս պետքա կամ գրում, դա եւս պետքա ուղղակի հասկանալ։ Եվ ինչ որ խոչընդոտներ դրա համար պետք չի ստեղծել։ Ուղղակի դուք պետքա փոխվեք ձեր ներսում։ Նույնն է, եթե հարաբերություններում խնդիր կա, եւս էլի մի քիչ հանգիստ, հանդարտ ճանապարհով այն լուծեք, միշտապեք, մի բորբոքվեք։ Լուծումը կգտնվի, եթե ընտանիքում եք, ինչ որ խնդիր կա, ոչ թե իրար մեջ։ Դա եւս, եթե լավ մտածեք, այստեղ ներքևում ճիշտ ուղին կա, պետք է ուղղակի կարողանաք այդ ճիշտ ուղին գտնել, ուրիշ ոչինչ։ Եվ աշխատանքի հետ կապված սա խաղ է, մարդիկ կան, որ աշխատանքին լուրջ չեն վերաբերվում, եւ դա կարող է բերել եւս բացասական հետևանքներ։ Եթե պայմանագիր եք կնքում, միգուցե այդպես աշկի պոչով եք նայում ձեր պայմանագրին, չեք կարդում, մի հատ չեք կարող ընկալեք, ինչ կա մեջը, որովհետև դա եւս խաղ է, դա լուրջ, եթե մարդը չի կարդում իր պարտականությունները, չգիտի, վաղը մյուսօր կգանք ասեն, գիտեք, դուք այստեղ գիծ կար, որ դուք օրինակ այսօր պետք է մերկ կամ ներքնազգեստով պտտվեք եւ ինչ որ մի բան ցույց տաք խանութի մեջ։ Դուք չգիտեք,
Դա կար պայմանագրի մեջ, թե ոչ, դուք ստորագրել եք արդեն։ Հա դա մի տեսակ մի քիչ կոպիտ օրինակ բերեցի, բայց ամեն ինչ բացառվում, չի բացառվում, ես ամեն ինչին հավատում եմ, որ նման բաներ կարող է լինել։ Դա համար ավելի լուրջ վերաբերվեք, եթե այնտեղ մտածում եք, որ լավագույն աշխատողն եք, միևնույնն է ձեզ ոչ ոք չի հանի, հա դա է հենց խաղը։ Պետք է ուրիշ ձև նայեք դրան, պետք է ուրիշ ձև վերաբերվեք կյանքին եւ աշխատանքին։ Նաև բիզնեսի հետ է, հա դա կապված բիզնեսը եւս, հա պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի եւս էլի խնդիրների մեջ չառաջանաք, ավելի լուրջ վերաբերվեք այս շաբաթվա ամեն ինչին։ Միգուցե եւս էլի մարդիկ կան, որ ավելի վստահ են, որ ամեն ինչը լավ է, ինքն իր հունով գնում է, ոչ մի բան պետք չի խառնվել, պետք չի սա անել, պետք չի նա անել, բայց կարող է իրոք հենց պետք էր, որ ամեն ինչ անենք։ Եվ ինչ որ մի անսպասելի մի բան տեղի կունենա։ Մարդիկ կարող են ընդունվել աշխատանքի կամ նաև հակառակը։ Գուցե կողը բարձրացնում են պաշտոնը, գուցե նաև մեկ այլ բան է։ Գումարային առումով փոփոխություններ ունեք այստեղ։ Փոփոխություն այստեղ գումար է գալու։ Դրսից կգնաք կստանաք։ Նաև դա փոփոխություն է կա եկամուտների հետ կապված ինչ-որ փոփոխություններ է տեղի ունենում։ Միգուցե երկրորդ եկամուտի աղբյուր եք գտնում, միգուցե աշխատավարձ են բարձրացնում, միգուցե վաճառք եք ունենում ավելի շատ այս շաբաթվա ընթացքում դա համար փոխվում է դա։ Գումար կարող եք ծախսել օրինակ հղիության, ծննդաբերության այդ ծախսերը հոգալու համար, երեխայի հետ կապված որից է ինչ որ ապրանքներ գնելու համար։ Նաև գումար կարող եք ծախսել ճամփորդելու կամ օտար երկիր մեկնելու համար։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձեք սրտին։ Սիրտն է շատ կարևոր լինելու, արյան ճնշումը, տատանումները, յուրաքանչյուրը ինչը որ կախված է սրտի հետ այնտեղ։ Բժիշկ չեմ, որ բոլոր պահերն ասեմ, յուրաքանչյուր հարց սրտի հետ կապված։ Գուցե սիրահարվում եք, գուցե սիրտը այս մեկ շաբաթվա ընթացքում ուժեղ է խփում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը աղջիկ է, կին է, ում հետ պետք է զբաղվեք, ում հետ ավելի շատ կանցկացնեք, միգուցե նոր ծանոթություն է տղաների համար, աղջիկների համար կարող է նոր ընկերուհի է եւ իր հետ պետք է անցկացնեք ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ձեր աղջիկը կարող է գալ ձեր տանը մնալ, ձեր ընկերուհին գալ ձեր տանը մնալ։ Տնօրենն է, ում հետ որ պետք է աշխատեք, ինչ որ աշխատակից է, ում հետ պետք է անընդհատ ինչ որ մեկն է, ում հետ շատ կլինեք։ Գուցե ձեր աղջիկն է եւ անընդհատ իրար հետ տեղ եք գնալու մեկ շաբաթվա ընթացքում։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում ընտրության առջև եք կանգնած լինելու։ Դե սա տղաների համար նաև կարող է ընտրություն լինել երկու աղջիկների միջև։ Երկու, հա, կամ միգուցե ձեզ առաջարկություն են արել եւս ընտրում եք։ Միգուցե ընտանիքով նստած որևիցե պահերեք, որևիցե բան եք ընտրում։ Ինչ որ կարևոր հարց է, կարող ուզում եք տեղափոխվեք, ուզում եք տունը վաճառեք, նստած միասին քննարկում եք այդ հարցը։ Ինչ եք ուզում անել եւ ինչպես։ Շատ կարևոր բաներ կարող է լինել ոմանց համար, միգուցե հենց հորանջեցի, դա պետք է մաքրեք ձեզ, նորալուսին է մոմ վառեք մի փոքր շատ։ Նաև դա կարող է այդ աղջիկը, ով որ կա եւ ձեզ կանչում է իր մոտ, օրինակ օտար երկիր եւ դուք եւս պետք է մտածում եք, հա, ծանոթ թեթև եք անում։ Դա նաեւ կասկածներ է։ Նա կասկածները ձեր երկրորդ կեսի հետ կապված, միգուցե դեռ ամուսնացած չեք, հա, շփում կա, իր հետ է կարող է կապված։ Աշխատանքը սա կամ
ձեր այնպիսի աշխատանքին եք անցնելու, որը նախկինում աշխատել եք, հա, այդտեղ նույն աշխատանքը կարող է լինել, ձեզ կանչեն էլի նորից նույն բաներն անելու համար, դուք կարող եք վերադառնալ ձեր նախկին աշխատանքին, այն ինչ որ դուք արել եք, դրանով գումար եք վաստակել, հիմա եւս կցանկանաք էլի անել այդ աշխատանքը, էլի զբաղվել դրանով, էլի կամ կկանչեն, կամ սա անցյալ աշխատանքի վայրից, հա, ձեր նախկին, որտեղ աշխատել եք, կարող է այնտեղից ինչ-որ մեկին տեսնեք, կարող է աղջկան եք տեսնում շաբաթվա ընթացքում։ Ինչ որ վերադարձ է ինչ-որ չափով անցյալին։ Սա նաև ինչ-որ մի ձևով էիք աշխատում, կարող է մի բան փոխել էիք, աշխատանքի այդ ձևը, ոճը, հիմա նորից հետ եք վերադառնում, ասում եք չէ, այն անցյալում, որ ինչ որ անում էի, այդ դա շատ լավ էր, արժի հենց այդպես է շարունակել, ու վերադառնում եք էլի նորից դրան։ Ֆինանսական առումով սա անակնկալ է, միգուցե գումար եք ստանալու, այնպես անակնկալ ձևով, կարող է շատ մեծ գումար է, զարմանում եք անգամ այդ գումարից, միգուցե բոնուս է, միգուցե ինչ-որ մի նվեր է, ինչ-որ պահեր են, կամ դրսից են ձեզ գումար ուղարկում, ասում եք, վաու, այս ինչ բան էր, հա, այսպես մտավ անակնկալ պահեր են։ Սա նաև գումար կարող եք ծախսել ծնունդի վրա, առիթի, նվերների հետ կապված, միգուցե շատ այդպես գումար եք ստանում, որպես նվեր, եթե ինչ-որ ծնունդ կա կամ առիթ է։ Եթե հարսանիք եք նշելու, ձեր հարսանիքն է, կարող է գումարները եւ ոսկեղենը մի փոքր շատ գա եւ զարմանաք։ Ունեն դեպս ուրախ պահեր են ձեզ մոտ գումարների հետ կապված։ Երկրորդ անգամ եմ հորանջում նորմալ չի սա, մաքրեք ձեզ, ինչ-որ մի բան այնպես չէ, դա նշանակում է, որ այնպես է, որ մեզ մոտ ժամը 11-ն է ցերեկը եւ անհնարին է ժամը 11-ին ես այսքան հորանջեմ, ոչ նոր եմ արթնացել, ոչ է, առաջինը փորձում եմ շաբաթվանն անեմ, որովհետեւ որ մյուս տեսանյութերն անում եմ, շաբաթվանը հետո հոգնում եմ շատ, ալարում եմ անեմ։ Նաև առողջության վերաբերյալ սա կամ գնալու եք ստուգվեք, գնալու եք արյուն տակ, գնալու եք ինչ-որ բժշկական ոչ կենտրոն, որտեղ ինչ-որ ձեր թղթերն եք վերցնելու, գնաք ինչ-որ գործեր անեք։ Դա նաև թաքնված որևիցե մի պահ է, որ ուշադրություն դարձրեք անպայման, աչքաթող մի արեք, եթե ինչ-որ մի տեղը ցավում է, անպայման գնացեք, որովհետև ինչ-որ մի բան է թաքնված, որը չի երևում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք գույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը մի փոքր դժվարություններով շփոթ է։ Չգիտեմ ինչու, դժվարություններ կան այս շաբաթվա ընթացքում։ Գուցե ճակատագրական քայլ եք անում նաև այս շաբաթվա ընթացքում, ոչ է կարմարական հարաբերությունների մեջ կարող եք մտնել սիրային հարաբերությունների կամ որևիցե շատ կարևոր մի բան է ձեզ համար։ Եվ մի փոքր էլ ծանր շաբաթ է, դժվարություններով լի, փորձություններով լի, որոնք որ ուղղակի պետք է կարողանաք հաղթահարել այս շաբաթվա ընթացքում։ Այստեղ ուրիշ հարց ու պատասխան չկա, պետք է անպայման կարողանաք դա կառավարել, այդ հարցին լուծում տալ։ Եվ փորձության միջով անցնելուց հետո նոր կզգաք այդ տարբերությունը, նոր կզգաք այդ փոփոխությունը, թե ինչ է կատարվել, որովհետև եթե մարդը փորձությունը չի անցնում, եւս էլի փորձություն է գալիս։ Ու պետք է հասկանալ, որ եւ դժվարությունները եւ փորձությունները գալիս են այնքան, ինչքան որ մենք կարող ենք դիմանալ։ Բայց երբ որ դուք արդեն դիմում եք Աստծուն եւ ասում եք, որ արդեն չեմ կարողանում, արդեն չեմ դիմանում, հա, այս ամբողջ փորձությանը, միգուցե այդ ընթացքում եւս մի վերջին փորձությունը գա, որպեսզի
Այն որ վերջնական ձեզ ամրապնդի, այդ ժամանակ մարդիկ տապալվում են, էլ չեն կարող վեր կենան։ Մարդիկ էլ կան, չեն տապալվում։ Վերջին փորձություններ են անցնում եւ իրանց կյանքում բացվում է մի հատ մեծ հրաշք։ Դրա համար պետք է կարողանաք դիմանալ յուրաքանչյուր դժվարություններին։ Գուցե բեռն է ձեր ուսերին այս շաբաթ ինչ որ մի բանի։ Պատասխանատվությունն է այս շաբաթ ձեր ուսերին մեծ։ Տեսնենք անձնական կյանքը միգուցե ինչ որ միտեղ ցույց տա սա։ Անեք խնդիրներ կան։ Միգուցե տան հետ կապված այդ հոգսեր կան, իրար չեք հասկանում, անընդհատ բախվում եք իրար, անընդհատ ինչ որ հարցեր պետք է լուծեք, չեք կարողանում լուծել, կամ ընտանիք ոչ թե իրար մեջ է, այլ դուք ինչ որ մի բանով չեք կարողանում ձեր անձնականը կամ դասավորել կամ ձեր կյանքում, հա, ինչ որ մի բան է տեղի ունենում, որը էլի ձեզ համար տհաճ է, ինչ որ պահեր են սրանք, որը դժվար է տանել, դժվար է անել, պետք է գտնեք, կարողանաք գտնել ճիշտ լուծումը, ինչ որ այդ հարցին լուծում տալու համար։ Եվ սա նաև այն, որ մարդը վերջնակետին հասնելով ճակատագրական քայլ է անում, սա նաև բաժանումն է իր զույգից, կամ ինչ որ մի բան է, հա, սա վերջնական ոնց որ մարդը չդիմանալով է դա անում։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք կարող են տանից սկսել աշխատել, ինչ որ որոշ ժամանակ, միգուցե տանն եք աշխատում, արդեն տան մեջ բարդությունները նկատում եք, տան մեջ լարվածություն կա, չեք կարողանում անել, չեք կարողանում ինչ որ մեկը ոնց որ միշտ դեմ է, էլի եկար տուն, էլի տունն ես անում, էլի թափթփեցիր, էլի սա, հա, նման խոսակցություններ միշտ կա։ Նաև սա ընտանեկան գործ կարող է լինել, միասին գործ եք ուզում սկսել, դժվարություններ ունեք ընտանիքում, իրար հետ չէ, հա, հենց խնդիր, ամեն ինչի խնդիր եւ փորձում եք իրար հետ որը հարցին լուծում տալու։ Շատ ընտանիքներ կան, անգամ որ $50 սկսել են կինը խմոր արել, ամուսինը վաճառել։ Հիմա Հայաստանում այդ մարդը բավականին շատ մեծ տարածքներ ունի, շատ դուք էլ գնում եք այնտեղից ուտում եք։ Նա դրա համար շատ պահեր կան, որ ընտանիքով կարող եք ինչ որ մի գործ սկսել եւ անել։ Նա նաեւ ընտանեկան բիզնես է, սա նաեւ տանը գործանելն է, բայց դժվարություններ կան ի վերջո, հա, չեք կարողանում այնքան ունենալ, ինչքան որ հարկավոր է ձեզ գումար։ Գումարային առումով, եթե ուզում եք վարկ ձևակերպել, եթե ուզում եք պարտքով գումար վերցնել ինչ որ մեկից, ապա հեշտանա սա։ Եթե տնօրենին պետք է ոնց որ գնում եք, եթե աշխատում եք տնօրենի մոտ, պետք է գնաք, դիմեք, որպեսզի ձեզ, հա, գումար մի փոքր ավելի շուտ տա, կամ մի փոքր ավելի շատ տա, հետո կվերադարձնեք։ Այդ հնարավորությունները ձեզ համար կստեղծվի ավելի կհեշտանա, որպեսզի դուք կարողանաք այդ հարցին լուծում տալ։ Իսկ աշխատանքի վայրում նաև կարող է լինել ընտանեկան մթնոլորտ ուղղակի։ Ուսումն էլ այստեղ պետք է հասկանալ, որ դուք կսովորեք, բայց կամ ճակատագրական քայլ եք անում, ուզում եք դուրս գալ, կամ ուզում եք փոխել մասնագիտություն, որից ինչ որ կարևոր մի բան է նաև։ Իսկ առողջության հետ կապված այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի։ Գուցե ուղղակի ընկերները հիվանդ լինեն, իրենցից վարակվեք, այդպես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը սա գաղտնիքի բացահայտում է, ինչ-որ բան կարող եք իմանալ։ Ուսմամբ կզբաղվեք, ձեր գիտելիքներով կզբաղվեք, նաև ոմանք կարող են զաքսավորվել, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դատական գործընթացներ եւ այլն, որտեղ որ պետք է գնանք զբաղվեք ձեր այդ հարցերով, ձեր այդ գործերով։ Տեսնենք անձնական կյանքը։
Մենք նույն բանն անկավ։ Ինչ-որ մի ձևով դա կապված է աշխատանքի հետ։ Միգուցե աշխատանքային պայմանագիր եք կնքում։ Այստեղ էմոցիոնալ եք, դա նաև ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել, դա ձեզ էմոցիոնալ դարձնի։ Նաև կարող է որոշում եք սովորել, աշխատանքի վայրից ձեզ ուղարկում են օրինակ սովորել, ավելի լավացնել ձեր հմտությունները, որպեսզի ձեզ ավելի բարձր պաշտոն տան եւ տանը էմոցիոնալ եք, որ պետք է արդեն նույնիսկ գնաք սովորեք, իբրև թե աշխատել եք քիչ այմե պետք է սովորեք, եւ նաեւ դա գաղտնիք է։ Միգուցե ինչ-որ մի բան եք իմանում աշխատանքի հետ կապված եւ ընտանիքում ուրախանում եք, կամ օրինակ կարող է տխրում եք, որովհետև պետք է օրինակ ձեր ամուսինը գնա օտարերկիր աշխատելու, այնտեղ աշխատանքը գտել։ Միգուցե օրինակ ինձ շատ են դիմում օտարերկրում աշխատանք գտնելու հետ կապված, միգուցե նման որոցե պահեր են, աշխատանք եք գտնում օտարերկրում եւ գնում եք այնտեղ աշխատելու։ Այ դա համար ընտանիքում այդ էմոցիոնալ պահն է, որ կողը տեղափոխվում եք։ Դե իհարկե չի բացառվում սա, որ գաղտնիք է բացահայտվում դրանից եք էմոցիոնալ։ Նաև ռոմանտիկ պահեր են սա ոմանց համար, ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ հարաբերություններ, հենց զաքսավորում եւ հնարավոր է ինչ-որ մեկը ձեզ իր սերը խոստովանի, որ բացարձակ չի եկել մտածում, որ կարող է սիրահարված է։ Եվ ֆինանսական առումով հնարավոր է ձեր ընկերոջն է գումար պետք, կարող գնում եք վարկ վերցնելու, ձեր ընկերն է այնտեղ նստած, իրան է գումար պետք, գալիս է ձեզանից գումար է ուզում, միասին գումար եք ներդնում եւ որից է գործ եք սկսում, կարող իրոք պետք է գնաք աշխատանքի, ինչ-որ չափով դեռ այս սկզբի համար գումար է հարկավոր, որ գնաք, տրանսպորտին նստեք եւ այլն, ձեր ընկերն է ձեզ աջակցում։ Նաև պայմանագիր է սա, աշխատանքային պայմանագիր է ոմանց համար, եթե փնտրում եք, հավանականությունը շատ մեծ է, որ այն կգտնեք եւ այդ պայմանագիրը կկնքեք միասին։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես, այ անգամ ավելի լավ ձեզ կզգաք, քան մնացած շաբաթներում, ավելի ուժեղ, ուժը տեղը, էներգիան տեղը կլինի, որպեսզի ինչ-որ բաներ անեք։ Ավելի այսպես աշխույժ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը աշխատանքն է, շատ աշխատանք, կարիերայի բարձրացում, նաև ոմանք կարող են այս մեկ շաբաթը լինել հիվանդանոցում, կամ ինչ-որ մեկին պետք է խնամեք, այս մեկ շաբաթը պետք է սովորեք, օրինակ գնում եք զբաղվում եք ձեր ուսմամբ, եթե չեք աշխատում, նայց փորձեք աշխատանք, կարող այս մեկ շաբաթ ուղղակի անընդհատ գնում եք աշխատանք փնտրելու, եթե չեք աշխատում։ Տեսնենք ամենայն դեպս սա ինչ-որ մի ձևով որտեղ է դուրս գալու, կերևա։ Անձնական կյանքը առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է, միգուցե ուղղակի հղիություն է կարող, ծննդաբերություն է եւ պետք է լինեք շաբաթվա ընթացքում անընդհատ այնտեղ։ Այ անձնական հարաբերություններում այստեղ փորձում են ձեր կարգավիճակի մեջ խառնվել օձերը, որ շատ թույնեն, որ բացասական էներգիա տան, որ խառնեն, մի խոսքով ձեր հարաբերությունները մի քիչ այստեղ պետք է լավ ուշադիր լինել, ոչ թե մի քիչ։ Նաև սա իմաստություն է, որ ավելի իմաստուն լինեք եւ կառուցեք ձեր ապագան, կառուցեք միասին ձեր կյանքը։ Նաև սա ամուսնություն է։ Ամուսնություն կարող է հարսանիք է, ռեստորան եք վերցնում այս շաբաթ կամ այդ հարցերով կարող եք զբաղվել։ Մի փոքր նաև իմաստուն պետք է գտնվեք դիմացինին սեր խոստովանելուց, հանդիպելուց, նոր հարաբերություններ սկսելուց։ Դե սա նաև
իմաստությունը ընտանիքը ճիշտ պահելու, ճիշտ դիրքի վրա պահելու։ Աշխատանքի հետ կապված ճիշտ ուղղություն է այստեղ։ Միգուցե ինչ-որ պահ եք փորձում անել, միգուցե ինչ-որ բան եք փորձում թարմացնել, ինչ-որ նոր բաներ եք ուզում մտցնել ձեր աշխատանքի մեջ, ձեր կարիերայի մեջ, ձեր բիզնեսի մեջ, ապա դա ճիշտ ուղղություն է, արեք դա։ Միգուցե ձեզ ինչ-որ պաշտոն են տվել կամ ոչ, փոփոխություն է եղել ձեր աշխատանքում, ավելի բարձրացնում եք, դա էլ եւս ճիշտ ուղղություն է, մի մերժեք, եթե նման առաջարկ կստանաք, լավ է ոնց որ ճիշտ եք գնում, որպեսզի հասնեք բարձրունքի կամ դա է ասում։ Ճիշտ եք գնում, որպեսզի հասնեք ի վերջո գագաթնակետին։ Եթե դեռևս այնպիսի աշխատանք չեք անում, որ միանգամից ձեզ ոչ պաշտոն տան։ Ֆինանսական առումով այստեղ խարդախություն կա։ Օրինակ հնարավոր է աշխատանքի վայրում փորձում են այնտեղ ինչ ենք խաղում ենք ժամանակին, լատար է։ Այդպես կարող է լինել, հետո շատ դեպքերում լինում է, որ մարդիկ դուրս են գալիս, իրանք վերջ, իրանց էլ գտնել չի լինում կամ գնում են օտար երկիր, այդ ձեր գումարները մնում է, որ ինքը պետք է տար, դուք իրան արդեն տվել եք։ Հիվանդանոցի հետ կապված կարող է լինել խարդախություն, գումար շորթեն, ինչ որ պետք է չվճարեիք դրա համար, բայց ձեզանից պահանջում են, որպեսզի վճարեք այն։ Եվ խաբեություն է սա, կամ պարտք չեն տալիս, կամ դուք եք պարտք, դուք եք մի փոքր այստեղ խորամանկություն անում, որ այդ գումարը դեռևս չտաք։ Խաբեություն կա, այստեղ ուշադիր եղեք, ամենայն դեպս։ Յուրաքանչյուր պարագայում, ինչը կապված է գումարի հետ, թեկուզ եթե ինչ-որ բան եք պատվիրում։ Եվ առողջության հետ կապված այստեղ բացարձակ միգուցե անակնկալնա լինի, որ ինչ-որ մի հիվանդություն օրինակ գնա ձեզանից, անսպասելի, զարմանաք, նաև կարող է հղիություն ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը տղա է։ Ինչ-որ տղա է, տղամարդը ավելի շատ է այստեղ տարիքով։ Միգուցե ձեր ամուսինն է, ձեր հայրն է, ձեր պապին է, ում պետք է խնամեք այս շաբաթ, ում կողքին պետք է լինեք այս շաբաթվա ընթացքում։ Միգուցե ձեր տնօրենն է, որևիցե պետ է, որևիցե նաև ոստիկանն կարող է լինել, պետական գործիչ կարող է լինել, ինչ-որ մի պահ է, որ ինչ-որ կարևոր հարց կա իր հետ կապված։ Անձնական կյանքը ուրեմն, անձնական հարաբերություններում ժամադրություն, լավ պահեր, ովքեր որ միայնակ են, նաև ոնց մոտ սա ծնունդ է, արարողություն է, մարդիկ կգան, անակնկալներ, նվերներ, կամ դուք եք գնում այս շաբաթ, միգուցե մի 3 հատ ծնունդ ունեք, այդպես լինում է, չէ, շաբաթվա ընթացքում անընդհատ պետք է գնաք ծնունդ, անընդհատ պետք է գնաք ոչի առիթի։ Ինչ-որ լավ պահեր կլինեն տանը, կարող ձեր երեխաները ուրախացնեն, ձեր ծնողները ձեզ ուրախացնեն, ձեր ամուսինը ձեզ ուրախացնի գատուն։ Ինչ-որ մի պահ է, որ ձեզ շատ կուրախացնի, անձնական կյանքում և ձեր անձնական և հենց ընտանեկան կյանքում։ Նաև աշխատանքի հետ կապված եւս այս տղամարդը այստեղ էլ ենք է, դա նշանակում է, որ ոչ ինչ-որ մի ձևով կապ կա այս տղամարդու եւ ձեր աշխատանքի միջեւ։ Դա ձեր տնօրենն է, գնում եք գումար եք վերցնում։ Միգուցե գնում եք աշխատանքի ընդունվելու, գնում եք հարցազրույցի այս տղամարդու մոտ։ Նաեւ իրար հետ կարող եք աշխատել, գոլեգան է ձեր ցույց է տալիս, կարող ձեր ընկերն է գալիս է ձեզ մոտ, ընդունվում է աշխատանքի, միասին իրար հետ սկսում եք աշխատել։
ինչ-որ մի կարևոր դեր է խաղում, գուցե բիզնես եք սկսում իրար հետ եւ էլի, շաբաթվա ընթացքում անդադ պետք է իրար հետ լինեք։ Ֆինանսական առումով այստեղ մանրուքները լավ ուսումնասիրեք, հատկապես եթե գործարք եք կնքելու, ինչ-որ մեկին պետք է գումար տաք, վարկ եք վերցնում, լավ մի հատ ուսումնասիրեք այդ վարկը, ինչքան եք փակելու, կարողանաք արդյոք այս ընթացքում փակել, այդ հաշվարկները արեք, մանրուքները լավ ուսումնասիրեք, նոր հետո փորձեք վարկը ձևակերպել։ Նույնն էլ եթե ձեզ գումար են տալիս շաբաթ անընդհատ այդ ստաչիները, անընդհատ լավ նայեք, տեսեք, ճիշտ են տալիս, թե ոչ որտեղ կարող է շաբաթվա ընթացքում անընդհատ փորձեր լինեն, այդպես քիչ տալու։ Նաև յուրաքանչյուր գործարք, որը առևտուր եք անում ինչ-որ մի տեղից, բանկի տվյալներ եք գրանցում, լավ ուսումնասիրեք, կարդացեք այդ բանկի տվյալները ուր է գնալու, հասնի ինչ անելու, նոր հետո պատվիրեք։ Առողջության հետ կապված, եթե ինչ-որ մի վերջնական որոշել եք գնաք ինչ-որ մի վիրահատություն անել, գնացել եք, մտածում եք վերջնական սա փոխեք, նա փոխեք ձեզ վրա, դե քանի կարող եք արեք, որովհետև հատկապես գեղեցկության հետ կապված, որովհետև դեռ որ վեներան հետադարձ չի, այնպես որ կարող եք անել հանգիստ։ Չգիտեմ էլ երբ է, հետադարձ չեմ նայել։ Համենայն դեպս, քանի հետադարձ չի, չնայած նոյեմբերից էլ էսա Մերկուրին այլի հետադարձ լինելու։ Գուցե որոշել եք գնալ արյուն տալ, զբաղվել ձեր գեղեցկությամբ, առողջությամբ, գնալ սպորտով զբաղվել, առողջության մեջ է դա եւս մտնում, ճիշտ ուղի եք ընտրել, գնացեք եւ արեք։ Տեսեք, ուրախության շաբաթը, գուցե նաեւ աշխատանքի ընդունելության, ովքեր աշխատանք են փնտրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Էլի աղեղնավորների նման ձեր աչքի առջև խառնեցի, էլի նույն տղամարդը դուրս եկավ, բայց է կարևոր դեր է խաղում, այս տղամարդը ձեր կյանքում գուցե ձեր ամուսինն է, ձեր տնօրենն է, որ մեկն է իր հետ կաշխատեք, պետական հիմնարկության աշխատող է, իրավաբան է եւ այլն, ինչ որ մեկն է, ում այդ շփումը շատ կլինի այս շաբաթվա ընթացքում։ Անձնական հարաբերությունները Ուրեմն այստեղ առիթ ունեք, հնարավոր է ամուսնանում եք, հնարավոր է տանն է, ինչ որ մեկն է ամուսնանում, նաև մեկ այլ առիթ կարող է լինել, որը նշում եք, դա նաև հասարակական գործունեություն է, որը կարող եք ծավալել, որը կարող եք ընդլայնել, ավելի շատացնել այդ գործունեությունը, նաև գուցե ընտանիքով որոշում եք ցույց տալ ձեր ձեր կյանքը, հասարակությանը, ում ընտանիքով որոշում եք ինչ-որ մի գործ սկսել, որը կապված է հասարակության հետ, շատ կլինեք հասարակության կամ մեջ, կամ օրինակ ցուցադրություններ եւ այլն, օրինակ ես ինքս ասցենդենտով այդ եղջյուր լինելով, ես ինքս եւս որոշել եմ ցուցադրություն կազմակերպել, դե իհարկե մեր ապրանքի հետ կապված ոչ թե ինչ-որ մարդկան, այդպես ոնց որ դա եւս ոնց որ հասարակական կյանք ես մտնում, այդպես հասարակությանն ես ցույց տալիս քո կամ քո ընտանիքում ինչ որ կատարվող հույսը պահեր։ Նաև այս շաբաթ կարող եք ձեր երեխաների հետ գնալ ոչ այդպես նմանատիպ տեղ խաղահրապարակ, եթե նոր եք ծանոթացել, գուցե իր հետ գնաք ֆիլմ նայելու, ինչ որ էլի մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Աշխատանքի հետ կապված ոմանք գործուղման կարող են գնալ, ոմանք փոխեն իրենց աշխատանքի ճանապարհը, գուցե մեկ այլ տեղ եք աշխատում եւ այդտեղ փոխում եք այդ ճանապարհը, ուրիշ ձև եք գնում կամ եւ այլն։ Ձեր գործերը, ձեր բիզնեսը առաջ կտանեք, նաեւ ովքեր որ աշխատում են իրենց աշխատանքը, աշխատանքում առաջ խաղացում է սա նաեւ, որ պահող ոչինչ չկա, միայն ծուլությունը կարող է պահել, այս քարտով, որ մարդը չուզենա ուղղակի աշխատել, այդպես։ Այդ ժամանակ հաստատ չի աշխատի, ծուլությունը կտանի իրեն։
Նաև ինչ որ մի բանի ոնց որ հրում է, հա, եթե ձեր տնօրենը ոնց որ ձեզ մոտ ամեն ինչ նույնն է, անդադ նույնն է, ինչ որ մի բան այստեղ հրում է, հա, ոնց որ զգում եք, որ ինչ որ մի ձևով մի բանը փոխվեց ձեր աշխատանքի մեջ, ձեր բիզնեսի մեջ, ձեր կարիերայում, ձեր ուսման մեջ, հա, ինչ որ մի բան ոնց որ արդեն սկսեց ձեզ հետաքրքրել։ Ովքեր որ սովորում են հատկապես առաջին տարին եք սովորում, բնականաբար սեպտեմբեր ահա որ ձանձրալի է, այդքան պետք է գրել, այսքան սա, այս ինչա, դպրոցը ավելի լավ է, իսկ հոկտեմբերը արդեն ոնց որ գնում է առաջ, արդեն զգում եք, թե այնտեղ ինչ եք սովորում, ոնց որ ավելի այդտեղ փոփոխություն եք զգում։ Ֆինանսական առումով այստեղ բավականին շատ գումարներ կարող եք, գումարի մասին կարող եք խոսել, գումարներ ծախսել, դուրս տալ գումար, ուղարկել ինչ-որ միտեղ, կամ ձեզ կարող են ուղարկել գումար, նաև կարող են բան ասել ձեր ֆինանսական վիճակից, ձեր առևտրից, հարևաններ նայում են, թե օրինակ որ օրը քանի տոպրակով եկաք տուն, եւ ոնց որ դա է, չէ, խոսակցությունը, իսկ քոն ինչ են առնում, այս քոն ինչի համար են առնում, չէ, այս խոսակցությունը միշտ կա։ Իդեպ այդ խոսակցությունը միայն Հայաստանում չի, ամբողջ աշխարհով մեկ է տարածված։ Շատ մարդիկ կան եւ իհարկե հայերը մեկ այլ երկրում եւ օտար երկրացիները։ Դա կա ու դա միշտ էլ կլինի ու միշտ էլ կմնա։ Դա կարող քննարկել ինչ որ մեկի հետ գումարները, ֆինանսական արժեքը, միգուցե փորձում եք արժեք գցել, ինչ որ նման խոսակցություններ կլինեն։ Եվ առողջության հետ կապված, այստեղ եթե ինչ-որ մի բան եք ուզում անել, ապա գնացեք արեք, եթե ուզում եք դիմել բժշկի, եթե ուզում եք արուն հանձնել, եթե ուզում եք ինչ-որ մի բանը վիրահատել, հեռացնել, փոխել, ապա ոնց որ սա ասում է ճիշտ ուղղություն եք ընտրել, գնացեք եւ արեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը շատ լավ ընդհանուր ֆոն է։ Սա հարսանիք է, սա ամուսնության առաջարկ է, նշանադրություն է, գործարք է, որը կկնքեք, սա լավ պահեր են ընտանիքում, որոշում եք ընտանիք կազմել, շատ լավ քարտ է ընդհանուր ֆոնի համար։ Միգուցե պատրաստվում եք հարսանիքի, պատրաստվում եք նշանադրության, միգուցե դուք նման աշխատանքով եք զբաղվում, դրանով եք պատրաստվում, նաև սա գործարք է, եւս կարող է իրավաբան եք կամ նման ոչ է գործ եք անում եւ գործարք եք կնքում, կամ սա ցիկլային աշխատանք է, որը մարդը մշտապես անում է դա։ Միշտ նույն աշխատանքն է։ Այս շաբաթ ոչինչ չի փոխվի, հա, միշտ նույն բանը կանեք, նույն աշխատանքը, այդպես։ Դե իհարկե ամուսնությունը չհաշված որ կարող գնալ հարսանիքին է, հա, բացի այն որ կարող ձեր հարսանիքն է շփոթ։ Անձնականը Հիանալի է այստեղ, իրոք, ընտանիքում հստակ որ կարևոր պահեր կան, այստեղ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն ինչ-որ մի բան, որը փոխվում է ձեզ մոտ, ինչ-որ հարցեր են, որը որ փոփոխության է ենթարկվելու ձեզ մոտ։ Նաև ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք հենց ընտանիքում այդպես պատրաստվում են հարսանիքի, ոմանք մաքրությամբ կզբաղվեք, տան գործերով, միգուցե տուն եք գնում, տուն եք վաճառում, առք ու վաճառքի պայմանագիր եք այդտեղ կնքում, նաև տանը գործ եք սկսում անել, հյուրեր եք ունենում, եք շաբաթ, պետք է մնան։ Տունը շատ կարևոր է, ոմանք ընտանիք կցանկանան կազմել, ոմանք կվերադառնան իրենց տուն, ընտանիք, իրենց հայրենիք, երկիր, ոմանք կցանկանան նաև հետ վերադառնալ եւ դուք էլ կընդունեք։
Ձելի ոնց որ ընտանիք կդառնանք այդպես, տուն տեղ։ Ովքեր որ դե միայնակ են, սա դեռ նշանակում է ոնց որ ավելի շատ տանը կանցկացնեք, եթե հատկապես չեք աշխատում, տանից գործեր եք անում, ոչ ինչ որ գործեր կարող եք սկսել։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք կգնան օտար երկիր այնտեղ աշխատելու համար, ձեր ցանկությունները կիրականանան, թե աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, թե աշխատանք գտնելու հետ կապված, թե առաջ խաղացման, թե բիզնես բացելու հետ կապված, միգուցե ինչ-որ մեկի հետ ուզում եք գործարք կնքեիք, ապա դա եւս տեղի կունենա։ Նաեւ եթե ֆինանսների հետ է կապված, այստեղ ավելի հնարավորությունը շատ մեծ կլինի եւ ֆինանսական առումով ամեն ինչը կարգավորելու, ամեն ինչը կարգի բերելու համար, հանդիպելու, տեսնելու, խոսելու, ֆինանսական հարցերը քննարկելու, վարկ վերցնելու եւ այլն, ինչ որ այդ պահերը եւս ձեզ մոտ ավելի կհեշտանա։ Դե կարող են կանչել դուրս ձեզ աշխատանքի հետ կապված։ Միգուցե որոշում եք, այստեղ գործարք է օտար երկրի հետ կապված է, ինչ որ պայմանագիր եք կնքում, հենց աշխատանքի վերաբերյալ կամ այնտեղ բիզնես եք բացում, այնտեղ ինչ որ մատակարարման եւ այլն։ Օրինակ ոնց որ ես որ երեք գնացի հայի խանութ, այնտեղ եւս ասացին Հայաստանից ապրանք է գալու։ Դա եւս էլ ինչ որ պայմանագրի մի ձև է, որ ոնց որ Հայաստանից օտար երկիր ինչ որ բան են փոխանցում, ուղարկում, չնայած որ հայկական բաներ չեմ տեսնում ես նման խանութներում, շատ քիչ։ Անունը դրված է հայկական, բայց հայկական կարելի ասել ոչինչ չկա։ Երբ որ Հայաստանը մի քիչ կզեղչի, կիչացնի արժեքները արտահանելու հետ կապված, շատ կունենանք դրսում հայկական ապրանք, շատ, հենց դա է, որ շատ սխալ է, մի քիչ Հայաստանը այդ առումով տուպո է, ղեկավարությունը իհարկե։ Եվ առողջության հետ կապված, սա կամ կարող եք հենց իրոք գնալ օտար երկիր այնտեղ բուժման նպատակով, սա հղիություն է, ծննդաբերություն է ոմանց համար։ Եվ ուշադրություն դարձրեք ընդհանուր կոկորդին, մրսածությանը, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 20-ից 26-ը, ընդհանուր ֆոնը։ Չգիտեմ ինչի կորուստ է սա, մարդիկ կարող են լինել վստահության կորուստ է, ինչ-որ մի բանի կորուստ է, պետք է նայենք մնացած քարտերը, որ ես հասկանամ։ Դա նաև մանր-մունր խնդիրներ են, որոնք որ կան, որոնք որ պետք է լուծեք այս շաբաթվա ընթացքում։ Միգուցե նաև նայեք, այստեղ ինչ-որ մի բան անլրջության է վերածվել, դրանից է։ Նաև նայեք ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը, մի հիմնվեք միայն սրա վրա։ Տեսնենք անձնական կյանքը։ Դե գերեվա, հա, որտեղ կարող է դուրս գալ։ Տեսակ։ Այստեղ աշխատանքի հետ է կապված։ Նույն բանն է ընկել, նույն քարտը։ Անձնական հարաբերություններում այստեղ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն, նոր կյանք, նոր հարաբերությունների սկիզբ, նոր ծանոթություն, նոր շրջան ձեր կյանքում, ձեր ընտանիքում, նոր ինչ-որ մի բան է մտնում ձեր կյանք, ձեր ընտանիք, ձեր երեխաների մոտ, ձեր ծնողների մոտ, ինչ-որ մի բան է, նոր գործունեություն կարող եք սկսել կամ դուք, կամ ձեր ամուսինը, կամ ձեր երեխան որոշ ինչ-որ գործ սկսի, գա, խոսեք, ասեք։ Այստեղ որովհետև աշխատանքի հետ կապված կորուստ կա, կամ սա մարդու անվան հետ է կապված, հեղինակության կորուստ է, կամ իրոք աշխատանքը, կամ աշխատանքում շատ խնդիրներ կան, այստեղ եթե ոնց որ ավելի շատ կզբաղվեք այդ հարցով, բիզնես կարող է, բիզնես եք բացել, այդտեղ է խնդիրը, այնտեղ է զբաղվելու այդ հարցով։ Այս շաբաթ մի փոքր ավելի պետք է զգուշ լինել, ովքեր որ վախենում են կորցնել աշխատանքը, սա ընդհանրապես զգուշություն է։ Մարդը կարող է
վիրավորել տնօրենին, կողքի աշխատողին եւ այլն, դուրը շփացնի դուրս գա։ Ձեզ այնց է կախված։ Կամ կարող է լռել, եւ նորմալ խոսել կամ եւ մնալ նույն աշխատանքի վայրում։ Մանեն դեպս այստեղ կորուստը կա, հնարավորություն, հնարավոր կորուստ։ Նա պետք է հաշվի առնեք։ Բիզնեսում եւս, ոչ մի բան մի ներդրում կատարեք, ոչ մի բան մի արեք, որովհետեւ սա եւս ինչ որ կարող է ներդնում եք, ոնց որ մարդիկ, օրինակ, գնաք, պոմիդոր գնեք, սա բերեք կամ մինչև բերելը փչանա, հետո չկարողանաք այդ արժեքով վաճառել եւ այլն, դա եւս կորուստ է, չեք կարողանում հանել այն գումարը, որով որ աշխատել եք։ Դա համար շատ պետք է ուշադիր լինել այս շաբաթ եւ աշխատանքին եւ բիզնեսին։ Ուսումը նույնպես, որովհետեւ ես ասացի սկզբում, որ սա նաեւ ուսման հետ է կապված։ Ուսումը նույնպես, որովհետեւ կարող չսովորել, կարող կտրվել, կարող սա պետք է շատ ուշադիր լինել այդ ոլորտներում, ուղղակի շատ։ Իսկ դատարան դիմելուց պետք է հասկանաք, որ դուք իրավացի եք, եթե ոչ, այստեղ եւս կորուստ է, ու ձեր օգտին հաստատ չի լինի։ Ոնց որ ֆիքսվելու եք այս շաբաթ աշխատանքի վրա, որ կամ պահպանեք, կամ եթե կորցնում եք, ապա նոր աշխատանք փնտրեք։ Իսկ հեղինակությունը միայն մարդուց է կախված։ Ամեն մարդ իր հեղինակության տերն է, իր ճակատի տերն է։ Ճակատը մաքուր պահի, բարձր կքայլի, չէ։ Եվ ֆինանսական առումով այստեղ կամ ձեր աղջկան է գումար հարկավոր, ձեր ընկերուհուն, կամ դուք եք գնում իրենց գումար վերցնում, միգուցե նաև սա վարկ է, որ ձևակերպում եք, այնտեղ աղջիկը նստած իր հետ պետք է այդ հարցերին լուծում տակ։ Նաև ձեր տնօրենն է կարող է գումար է տալիս ձեզ, աշխատավարձն է տալիս ձեզ։ Իրար հետ քննարկում եք արժեքը, այդ քննարկում եք, նստած մտածում եք, քննարկում եք գումարը, դուք եք եւ ձեր կինն է։ Նստած գումարային պահերն եք քննարկում, հաշվարկ եք անում եւ այլն։ Եվ առողջության հետ կապված սա արդեն ընտրություն է։ Գնամ բժշկի, չգնամ, սա հեռացնեմ կամ սա անեմ, նա անեմ, ինչ որ պահեր են այստեղ, որ մտածում եք, տատանվում եք, անեք, չանեք, գնաք, դիմեք, հեռացնեք, չհեռացնեք, վիրահատություն անեք, այս շաբաթ չանեք, ինչ որ պահեր են այստեղ։ Եվ այդ տատանումից էլ գիտեք, մարդու մոտ ստրեսային պահ է սկսվում։ Ինչքան շատ է մարդը տատանվում, այնքան ավելի շատ է ստրեսային պահը ու նևրոզ պահը, էլի, որ ավելի շատ է նյարդենանում, որ չկարողանում ի վերջո ընտրություն կատարել ինչ որ մի հարցին, լուծում տալու համար եւ ավելի է վատ զգում հետո իրան։ Այսքանը ձեզ համար զգուշացում ունեիք, շատ մեծ։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։